Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք իրավապաշտպան, լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանին։ Բարև ձեզ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Ալեքսանյան, սկսենք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից։ Գիտեք, իշխանականները հայտարարում են, որ նա կաշառակեր է, անգամ ձայնագրություններ էլ կան, ընդդիմությունն էլ պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Ձեր գնահատմամբ որքանով այս ամենը կարող ենք իրավական գործընթացի մաս համարել։ Ես հիշեցնեմ նաև, որ այս process-ները սկսվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանը քաղաքական կյանքից դուրս պետք է շպրտվի։ Իհարկե իրավականի հետ առնչությունները ինձ թվում է վերջին պլանում են, այս ամեն ինչը նախընտրական փուլում է, արդեն քանի որ սկսվել է այդ արշավը եւ ուրեմն կաշառակերության փաստով զորքեր տանել, զինված մտնել քաղաքապետարանի շենք Գյումրիի, այս ամեն ինչը ճնշում գործադրելու ակնհայտորեն գիտեն, որ մարդիկ Գյումրիի ընտրված քաղաքապետի եւ այդ միջավայրի նկատմամբ, որոնք հավատում են մարդիկ, որոնք այնտեղ հավաքված մարդիկ, մեծ թվով մարդիկ եւ որոնք sense իրոք անկեղծորեն պաշտպանում էին Վարդան Ղուկասյանին, բնականաբար քաղաքական հետապնդում ընդդիմախոս կամ իր հակառակորդներին, այսպես ասած, ճնշելու, ազատելու, հանելու, ասենք մենք տեսանք Վանաձորի Մամիկոն Ասլանյանի հետ, որ 3 տարի պահում էին Բերդում, հիմա Վարդան Ղուկասյանի հետ եւ այս քարոզչությունը, որ իրենք տանում են, այդ ու sense ինքնամոռաց քարոզչություն, ինչ ասեմ, որ կաշառակեր է, իսկ եթե դու համաձայն չես կաշառակերության, աջակցում ես։ Հա, ուրեմն դու պաշտպանում ես կաշառակերությունը։ Ես երեք լսում էի հանրայինում Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ընդդիմադիր պատգամավորներից մեկի հետ, որը փորձում էր պաշտպանել անմեղության կանխավարկածը, նախապես չասել, թե դա ձայնագրությունն է, դեռ պարզված չի ինչ է, նախաքննությունը, ասենք, սա արդեն ասում է, եթե դու չես ընդունում, որ կաշառակեր է, ուրեմն դու պաշտպանում ես կաշառակերությունը։ Ասեմ իմչալուց ցածրորակ հաղորդումներ է վարում Պետրոս Ղազարյանը, չափազանց քննարկումները եւ չափազանց ցածրորակ։ Չգիտեմ, չէ ես երբեք գնահատական չեմ ունեցել, բայց այս մակարդակի ասենք իջացնել։ Չնայած այդ նույն բաները խոսում են, ասենք իրենց մնացած պաշտոնատար անձինք, ասենք դրանց ստիպած, եւ քարոզչությունը ցույց է տալիս, որ իրավական հիմքերը թույլ են։ Ինչպես ասենք Բագրատ Սրբազանի մեղադրանքի Երբ ազգային ժողովը հայտարարություններ ընդունում, նախաքննությունը ընթացքի մեջ գնահատականներ տալիս։ Ասենք այդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սա էլ է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որտեղ ինքը եթե ասելա դուրս շպրտել, ուրեմն պետք է դուրս շպրտել։ Գիտեք ինչ, ես նայում եի այդ իրադարձությունները Գյումրիում եւ հասկանում եմ, որ Հայաստանում պատերազմ է։ Սա պատերազմ է մեր դեմ, մարդկանց դեմ, քաղաքացիների դեմ, եւ մենք չենք, այսպես ասած, աչք թարթում այդ պատերազմական իրավիճակից, մինչեւ այդ հոգեվորականների նկատմամբ շփաթներով, հետո եկան հիմա Գյումրի ու այդ թքած ունենալու թշնամական վերաբերմունքը մարդկանց, այդ ոստիկանության, Նիկոլ Փաշինյանի անձամբ թշնամական վերաբերմունքի մասին է խոսում։ Ինչ էր պատահել, որ կաշառակ դուք ձեր դեպքերը գնացեք բացահայտեք, ձեր անիվները, ձեր քաղաքապետին բացահայտեք, չնայած բացահայտված է եւ ոչինչ չեք անում։ Եվ որևէ մեկը անիվի գործով մեղադրյալ չկա առայս պահը։ Եվ ի տարբերություն Գյումրիի քաղաքացիների Երևանում դժվար այդքան դրական խոսեն Ավինյանի մասին։ Եվ միլիարդավոր դոլարների հետ գործունենք կյանքի որ եւ հարկատուների հաշվին։ Միշտ հիշում եմ իր այդ երթմնակալության արարողությունը 87 միլիոն դրամ։ Իսկ ինչի է փորձում հասնել Նիկոլ Փաշինյանը այս ամենով, ձեր խոսքով փաստացի պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Դե ուզում եմ որ ինքը մնա իր տեղում, հասկանում եք, այս վիճակում ինքը կյանքի մահու կռիվ է տալիս եւ այն պատերազմական այն ահավոր դրվագները դեռ արխիվում են։ Ես այդպես եմ եւ շատ տագնապալից
վիճակ է մոտս առաջանում, երբ այդ մասին մտածում եմ։ Վերջին շրջանի իրադարձությունները, ասենք այդ տևական ժամանակ, ուրիշ բան չես կարող մտածել։ Ասենք դու ոնց կարես այդպես անտեսես մարդկանց իրավունքները տերորը փաստաբանների նկատմամբ։ Ասենք այն հիմա ձերբակալված էր, չէ, Ռուբեն Մխիթարյան, որ ես չեմ ճանաչում, որը փորձում էր մուտք գործել քաղաքապետարան Գյումրիին եւ նրան թույլ չեն տալի, որ ինքը մտներ։ Եվ փաստաբանները թիրախավորված են, ես հիմա համոզված այդ կարծիքս կարող եմ հայտնել։ Երբ որ Բագրատ Սրբազանի այդ ահաբեկչության գործը տանում են, ես տեսա թե ինչպես էին իրենք անձամբ եւ իրենց, այսպես ասած, արբանյակները թիրախավորել փաստաբաններին որպես ահաբեկչության աջակցողների։ Պատկերացնում եք, ու այդ քաղաքականությունը փաստաբանների նկատմամբ ուրեմն այս աստիճան, դա արդեն անկասկած իրենք միշտ թիրախավորված են լինելու։ Կոչուբաևի դեպքը ես ասեմ ձեզ, ես ճիշտ ասած, երբ որ այդ գրառման համար էր, ես այն կարծիքին էի, որ այնտեղ մի բառ էր գրել, գուցե դա այդ հավաքախոսության դատապարտել եք, բայց նշել եք, որ սա որևէ մեկի դեմ ուղղված չէր։ Հա, ուղղված չէր որևէ մեկի դեմ, հետո ինչ համեմատություն Նիկոլ Փաշինյանի հավաքախոսությունների հետ, էլի որ ասենք, անամոթաբար ինքը գիտեք ինչ հայացքներ տալիս անգամ Facebook-ներ ջնջել այդ գրառումները եւ միջազգային մամուլներ գրել իրենք վեհապարի հասցեին արված այդ հավաքանքների մասին բայց այնտեղ մի հատ նուրբ մոմենտ կա որ ես ուզում եմ ասել Կոչուբաևը ասում է որ ինքը իր սպայի այդ կոչումը հա կոչումը ինքը վայր է դրել որ ազնիվ ու բան կյանքով ապրի էլի Եվ դա կարծում եմ դա է եղել ավելի շատ պատճառը, որտեղ այս ոստիկանությունը, այսինքն այս բոլորը այդ իրենց մարդկանց նսեմացնող, ծեծող, բռնության ենթարկող, ուզում ասի, որ մի ապրեք էլի տենց։ Հաստատի վիրավորվել են գոնե ամեն դեպքում դրական տեղաշարժ է։ Այդ արտահայտությունը ուղղակի ազդեցություն է ունեցել եւ դրա համար Կոչուբաևի հետ այդպես վարվեցի։ Իդեպ ես լսում եմ նրա Միջնորդությունները լսում էի դատարանում եւ շատ անկեղծ եւ իրոք շատ մտահոգ որ անմեղ մարդկանց են այստեղ դատում եւ իր պաշտպանյալի համար այդ միջնորդությունները ես որ լսում ենք ինչ ձայնով ինչ ձևով էր ինքը միջնորդում որ փոխեին բայց դե պատկերացրեք ասենք բոլոր դեպքերով մարդկանց տանում են կալանքի ունեն իրանց դատավորները որոնք կալանավորում են, հա, սրտի դատավորները եւ ասենց հագիստ նպատակը, ասենք Կոչուբաևի հետ այդպես վայրագ, այդ բարբարոսական, ինչ ասեմ, բանդիտական իսկ ասեի, այդ վերաբերմունքը ցույց է տալիս պատժելու, նսեմացնելու, կալանավորելու իրենց այդ միտումները։ Տիկին Ալեքսանյան, ձեր խոսքում դուք նշեցիք, որ փաստաբանները թիրախավորված են եւ առաջիկայում այդ թիրախավորումները ել ավելի ուժ գնանալու են։ Դուք երկար տարիներ իրավապաշտպան գործունեություն եք ծավալել, խստորեն քննադատել եք նախկին իշխանություններին, հատկապես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Նրանց պաշտոնավարման տարիների նման դեպքեր հիշում եք, որ փաստաբանների նկատմամբ այսպիսի վերաբերմունք լիներ։ Փաստաբանների նկատմամբ, ասենք Այս իշխանության օրոք նույնիսկ բռնության դեպքեր են արձանագրվել մի քանի անգամ։ Գիտեք ինչ մարտի 1-ի դեպքերը երբ որ տեղի ունեցան, ես մասնակցել եմ Human Rights Watch-ի հետ մենք հետաքննություն ենք արել այստեղ։ Էլի այսպիսի զանգվածային կալանավորություններ, ահավոր բռնության դեպքեր, բայց փաստաբանները աշխատում էին։ Ընդ որում, ասենք 100-ից ավելի կալանավորում էին, ով ձեռքները ընկնում էր, ընդ որում, ջարդված, ծեծված, մենք հանդիպումներ էինք ունենում, միշտ հիշում եմ, անունը չեմ ուզում տալ, շատ լավ մարդու, որի նախընտրական շտաբի պետ էր եղել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Իր ուսն էին կոտրել, ձեռքն էին կոտրել, հիվանդանոցից ինքը եկավ մեզ մոտ եւ Բայց փաստաբանները աշխատում էին։ Ես փաստաբաններ եմ տեսել լացող, որոնք գալիս են մեր այդ հարցազրույցների, բայց այդպիսի ճնշումներ փաստաբանների վրա ես չեմ հիշում ընդհանրապես, այսպիսի ճնշումներ, տեսարաններով ձերբակալություններ, ես չեմ հիշում։ Ես այդ երբեք չեմ մոռանա այդ մարտի 1-ի օրերը,
Նրանք սարսափելի էին, ես անդադ եղել եմ դրսում եւ տեսել եմ շատ բան ու դրա համար անմոռանալի է ինձ համար, բայց փաստաբանները աշխատում էին, մարդկանց պաշտպանում էին, ասենք փաստաբանին այդ ձևով դա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, էլի բռնությունը ինքը առանց բռնության չի կարա եւ այս դեպքերը սա են ցույց տալիս, որ այդ եթե նա չի դատապարտում, նա որևէ խոսք չի ասում, նա բոլոր դեպքերում իր իրավապահ մարմիններին իր կողմը պահում եւ պաշտպանում։ Ավելին խրախուսում է, հիշենք հունիսի 12-ի հայտնի դեպքերի ժամանակ ազգային ժողովի անդյունից։ Այո, շատ լավ ես հիշում եմ դա, որ ես միանգամից դա գրել էի, որ ոնց էր ինքը խրախուսվեն, կպարգևատրվեն։ Ինքը չի կարող ինքը բացի իրենից որևէ մեկի մասին չի կարող մտածել, իր շահերից։ Այ միայն ինքը պետք է մնա այս աթոռին եւ ամեն ինչի պատրաստ է գնալ։ Արդեն երևում է թե ինչերի։ Ու նաեւ այդ խումբը իրենց, որ այս ձևի քարոզչություն անում, ասենք թիրախավ, հետո այդ անմարտկային, ասենք Վարդան Ղուկասյանը հիվանդ շաքարախտ ունի, չգիտեմ, եւ երեք լսում էի փաստաբանին, որ ամբողջ օրը ուտելու ոչինչ չեն տվել, չգիտեմ։ Հիմա ես մոռացա մի բան պատմեմ, ես լսեցի նաեւ քահանաների նկատմամբ այդ Դանիել Յոնեսյանի այդ հաղորդման հիման վրա, որ հարկադրանքի հետ կապված հավաքների 21 թվականին բերել։ Ես լսեցի Վրդանես Սրբազանին, որը բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանան է, ինչպես են ներխուժել իրենց տուն առավոտը ժամը 7-ին եւ ինչպես են սկսել տունը ավիրել, անչափահաս աղջիկը վերմակի տակից դուրս չի եկել ամբողջ այդ ընթացքում, արգրավել են, այսինքն դուք մարդավարի չեք կարող, դուք այսինքն բարբարոսական այդ վերաբերմունքը այդ եկեղեցու, այսինքն քաղաքակիրթ ցիվիլ ձև չկա, որ դուք ուղարկում եք հենց այդ ձևով, որ իրանք վարվեն այդ մարդկանց հետ, ուղղակի հիանալի մի կերպար էր այդ քահանան, որը ասում է, որ ես հետո հասկացա, որ զենք էին փնտրում իմ տանը, ասում է, ես պատերազմին եմ մասնակցել 44 օրյա, ես բանակում եմ ծառայել, որ հոգևոր ծառայություն մատուցել, ասենք, դուք ինչով եք դուք ձեր տուն մտնեն այդ ձևով։ Ասենք լավ, Գյումրիի քաղաքապետի դեպքում կա շարքի գործեր, գուցե ինչ-որ ապացույցներ թաքցնեն, այստեղ ինչ պետք է անեն, որ նման ձևով մարդկանց տաներներ ծանուցագիր ուղարկեք, թող այդ մարդիկ կան ներկայանան։ Սա ինչ հարցակողական ու սա իրոք այդ թշնամական վերաբերմունքն է։ Այստեղ վերադառնալով Գյումրիի քաղաքապետի կալանավորմանը, ինչ եք կարծում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք այլ համայնքներում եւս կտեսնենք ընդդիմադիր համայնքապետների ձերբակալություններ, նշեմ նաեւ, որ այս կապակցությամբ մամուլը գրում է, որ Փաշինյանը հանձնարարել է, որ մինչեւ ընտրությունները այլևս ոչ մի ընդդիմադիր քաղաքապետ չպետք է լինի Հայաստանում, կգնան նման քայլի։ Եթե պետք լինի, ինքը կգնա այդ քայլերին։ Փոքրիկ ֆյուրեր էլի, ինչ ասեմ, ասենք ոչ մի բանի առաջ կանգ չի առնի։ Եվ չգիտեմ ինչ ասեմ նույնիսկ, այս բռնությունների, այս մթնոլորտի, այս այդ ձևի մարդկանց վրա թքած ունենալու, թե ինչ ապրումների մեջ են, այս թանկացումների, այս ամեն ինչի ֆոնին սարսափելի է, ուզում ես, որ անհետանա ու դու իրան էլ երբեք չտեսնես, իր այդ խմբակով էլի այդ մի քանի հոգով։ Չգիտեմ, ուտեցակ, որ քաղաքասարակությունից չունենք արդեն, պատկերացրեք ես մենք հայտարարություն տարածեցինք հիմա այս վերջին իրադարձությունները։ Շատ քիչ թվով կազմակերպություններ էին միացել, ես ընթերցեցի։ Այն իրենց մեծն համարող կազմակերպությունները չէին միացել։ Այսինքն իրանք չեն կարող նույնիսկ բռնությունը դատապարտել, Կոչուբաևի ասենք։ Մի խոսք ասել, պայքարը իշխանության դեմ էր, ոչ թե համակարգի։ Մարդուն օրինակ կամ մի բռնացեք մարդու վրա, ասենք դրա մասին էր այդ հայտարարությունը։ Եվ այս ահագնացող այս տրամադրությունների մասին էր։ Բայց չգիտեմ ինչի միջև հիմա քաղաքասարակություն ասելով իրանց են նկատի ունենում։ Նույնիսկ մարտի 1-ին եւ այլնից հետո սենց վիճակ չի եղել։ Քաղաքասարակությունը փչացրեց Նիկոլ Փաշինյանը,
ամեն մեկին մի ձևով իր կողմը տանելով։ Ինձ էլ են փորձել, բայց ես հասկանալի է։ Տիկին Ալեքսանյան, երեք Նիկոլ Փաշինյանը բոլորիս, այսպես ասած, աչքալուսանք տվեց, տեղեկացնելով, որ հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 2-ի փոխարեն դառնալով 1.5 տարի, չնայած որ սկզբնապես նախատեսված էր, որ այս փոփոխությունը հաջորդ տարի ամռանից պետք է տեղի ունենար։ Որպես բանակի խնդիրներին քաջածանոթ փորձագետ, որքանով եք արդյունավետ համարում այս որոշումը, ինչ սա մեզ կտա, հատկապես այն դեպքում, երբ որ նույն իշխանականներն են խոստովանում, որ մարդուժի խնդիր ունեն եւ դրանով էլ պայմանավորված վարժական հավաքների մասնակիցներին մեծ մասամբ տանում են մարտական հերթապահության։ Դե ես կարծում եմ, որ այդ կրճատելը նշանակում է, որ ինչ-որ մարդկանց ինչ-որ մի բանով ազդարարում է ինչ-որ դրական փոփոխություն, բայց գիտեք ինչն եմ ուզում նշել, որ ինչպես իրենք եկել են իշխանության, բանակը փակել են։ Այսպեսի փակ բանակը չի եղել։ Մենք որ միշտ բողոքում էինք փակ, բայց ասենք Սերան Օհանյանը, երբ որ նախարար էր, իրենք մեր հետ հանդիպումներին, մեր բողոքների կանչում լսում էին, քննարկումներին մասնակցում էին, կլոր սեղաններ էինք կազմակերպում, խնդիրներին ընթացք էր տրվում։ Հիմա այս փակել բանակը ու ինֆորմացիա չունենալ, նույնիսկ նախարարից, ասենք, ամիսներով չի երևում, չկա ինքը գոյություն չունի։ Ուրեմն չես հասկանում ինչ է կատարվում դեռ ներսում բանակի։ Ես այդ ոնց է կոչվում, այդ 25-օրյա հավաքներին որ գնում են, այո, մի քանի մարդու հետ զրուցել եմ, շատ վատ կարծիքի են, թե ինչ վիճակա ներսում ընդհանրապես։ Եվ ինձ մեկը պատմել է, որ հրամանատարին ասել է, այն մեկը էս անում, այն մեկը էս անում, սենց ոնց կլինի ասել այս կարգը զինվոր, ասել է, դե լավ չի ուզում նկատողություն անեմ, կթողնեն կգնան։ Ու այս ֆոնին, որ այսինքն մարդկանց այդ հավաքներով, չգիտեմ ինչով պահում են, ինքը կրճատում է բանակը։ Չեմ ուզում կանխատեսել ինչ-որ վատ բաներ, բայց մենք երևի սյուրպրիզների ականատես կլինենք։ Թե ինչ է նախատեսել Նիկոլ Փաշինյանը, չէ՞ որ Ադրբեջանը անդադ ասում էր, որ այդ բանակը պետք է չունենաք, ռազմական բյուջեն է արդեն կրճատել հաջորդ տարվա համար։ Կրճատել, ու թե ինչ է սպասվում, ես չեմ կարող ասել, եւ այդ տրամաբանությունը ժամկետները կրճատ։ Հա, բայց եթե դու բարեփոխված բանակ ունենաս ներսում, դու ոչինչ չունես, շարունակում են այդ մահվան դեպքերը, այդ ներսում կներեք էլի այդ բարդակ իրավիճակը, ու մեկը, որը Պապիկյան անունով մեկը, որը ոչ մի կապ չունի ոչ բանակի հետ, ոչ ուղակի սա Նիկոլի շահերը պաշտպանող իրենց չգիտեմ մտահղացումները առաջ տանելու խոնար ուրեմն ծառաներից մեկն է։ Քաղաքական թիմի անդամ։ Քաղաքական թիմի, որը անխոս անվերապահ ուրեմն կատարում է Նիկոլ Փաշինյանի, բայց ինչ են ծրագրել, ինչպես շատ հաճախ մենք ականատես ենք լինում ինչ-որ սյուրպրիզների, որ ես դա չեմ կարող հիմա ասել, չգիտեմ։ Բարդ է դատողություններ անել այս իրավիճակում։ Եվ շատ մի քանի այսինքն այդ խրամատները, չգիտեմ, ինչ-որ մի քանի տեղերում դա արել են, բայց որը ընդհանուր բնույթ չի կրում։ Եվ ոչ էլ մենք ինֆորմացիա ենք ստանում, այդ առումով եմ ասում, էլի այս աստիճանի փակ, որ ընդհանրապես մենք տեղեկություն չունենք ինչ է կատարվում, ինչ են անում, ինչ են կրճատում, ինչ են բյուջեն կրճատում, եւ ցավոք սրտի խաղաղություն է հաստատվել։ Հա, այդ էլա ծիծաղելի շատ էլի այդ խաղաղության մասը, որ կրկնում են անընդհատ, որ խաղաղությունը հաստատվել, երբ որ ոչ մի բան չկա ստորագրված ու արված։ Ալիևը երբեք չի ստորագրի, մինչև իր բոլոր ցանկությունները չկատարվեն։ Ընդ որում այդ ցանկությունները կատարվում են անխոս, առանց կասկածի, միանգամից ասենք հոգևորականների մասին խոսում են ու մարդկանց տանում են միանգամից սկսում են կալանավորել։ Մի խոսքով, այս բանի մեջ է եւ վատ էլ չի զգում, գիտեք, որ ինքը այդ կարգավիճակում է, ասեն գալիս է ներսում մեզ ճշնամաբար է վերաբերվում, բայց դրսում է նրանց ու որ տեսնում ես, որ մենք գերիներ ունենք, թե ինքը ինչպես է ցնծում Էրդողանի, Ալիևի հետ, Քիչքը սեղմում կծկին Էրդողանի։ Եվ ոչ մի դեպքում, ասենք, այդ գերիների հարցը, չգիտեմ, էլի, ոչ արժանապատվություն, ոչինչ չկա ուղղակի։ Եվ սա կարծում եմ անունը դրել են խաղաղություն։
անտանելի մի հատ մեկը մեկից ահավոր օտար մեր երկրին օտարներ են իրենք, որոնք տանում են այդ ադրբեջանա-թուրքական այդ քարոզությունը Հայաստանում։ Այստեղ էլ են նույն ձևով հասարակությանը մանիպուլացնում, ասում են որ դեմ է արտահայտվում իրենց վերած խաղաղությանը, ասում են պատերազմ եք ուզում։ Հա, էսել պատերազմ ուզելում այդ խոսքերի համար։ Ուղղակի շանտաժ։ Այսինքն նայեք իրենք ասում են այդ Վարդան Ղուկասյանի լավ այս տեսակ անմեղության այսինքն իրավունքը տոտալ ոչնչացած է Հայաստանում, տոտալ։ Եթե նաև այս հարցակումները փաստաբանների վրա որ հաշվի առնեք, ուրեմն դուք բայց ձեր դատարանները, ձեր քննությունները, ձեր քննչական մարմինները եւ նաև այդ Խուդոյանի անունը Հովանես Խուդոյանի նկատմամբ դիմել են որ կարգապահական ուրեմն վարույթ հարուցեն փաստաբանական պալատում եւ բարձում է ինչի համար երբ որ նա ասել է որ քննչական կոմիտեի պետը ստում է ասենք երբ որ գլխավոր դատախազը գալիս է ազգային ժողովում ասում է մի տեքստ ձայնագրության մասին հիմնավոր ապացույցներ ու հետո բարձում է որ չկա այդ ապացույցները դու ինչ ասես չպետք է ասես որ ստում է ու դրա համար կարգապահական վիրավորվել է այդ բանը քննչականի պետը Նաև այսպես մյուսներին են վախեցնում, որ նման խնդիրները չբարձրաձայնեն։ Հա, փորձում են ասիկ այդ վախը, բայց եթե այս հասումը մարդկանց մեջ գնալով հասունանում է իմ կարծիքով, ինչ է անելու։ Չի կարող զսպել, կարծում եք։ Ինքը կգնա ամենավատ քայլերի, բայց էլի մեկա։ Ինչ։ Ասենք որ մարտի 1-ին այդ մարտի 1-ը արեցին։ Հետո ինչ եւ Սերժ Սարգսյանը ես հիշում եմ ոնց էր գնում երթմնան իր արարողությանը զորքերի մեջ շրջապատված եւ մենակ քայլելով գնում էր ամբողջ օպերայի տարածքը շրջափակված էր որևէ մեկը չէր կարող մուտք գործել ասենք դե եթե Ադրբեջան, Թուրքիա եւ Ռուսաստան ուրեմն միայն բռնություն եւ բռնություն սա Նիկոլ Փաշինյանի կարգախոսը կարա լինի Այսինքն մենք տեսնում ենք, որ դա այն որ ինքը փորձում է մի օր սենց երևա, մի օր նենց երևա, բայց մենք տեսնում ենք իր այդ ձեռագիրը ինչ է անում։ Ուղղակի այս հոգեբանական տերորը եւ ոչ միայն հոգեբանական տերորը, ինչպես Գյումրիում մեր այդ բնակչության Այո, դուք տեսակ ոստիկանների այդ կանանց, այդ ոնց էին խոսում հետները 20-ից ավելի բերման ենթարկվածներ, գործեր են հարուցում, փաստաբանին դեռ չէին թողել 3 երեկոյան դեռ հիմա չգիտեմ Այս ինչ ատելության, թշնամանքի մթնոլորտ է Եվ Տիկին Ալեքսանյան, վերադառնալով հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներին, օրերս էլի հոգևորականներ ձերբակալվեցին, երրորդ սրբազանը, Մկրտիչ սրբազանը կալանավորվեց, ով ի դեպ Վեհափար Հայրապետի քրոջ որդին է։ Ձեր համոզմամբ սրանով ինչի է փորձում հասնել իշխանությունը եւ արդյոք հիմք են նախապատրաստում Վեհափար Հայրապետի ձերբակալության համար, մամուլը այս մասին շատ է գրում։ Դե քանի որ նա խոստանում է Նիկոլ Փաշինյանը, ինքը ինչ ուզում անում է տրորելա սահմանադրություն, օրենքներ, ասենք ինչ ուզեց, այն էլ կանի։ Ցավոք սրտի թելադրանքով։ Ասենք թե ինքը ձերբակալեց կաթողիկոսին, ինչ պիտի փոխվի։ Դու ով ես, որ մեր եկեղեցին ոչնչացնես։ 1700-ամյա եկեղեցին։ Այն եկեղեցին, որը ինչ դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Հիմնա ինչ ասեմ, եւ կրթական, եւ մշակութային, եւ բոլոր ազգապահպան, բոլոր առումներով։ Դու ով ես, որտեղից հայտնվեցիր, եկար որ դու ինչ ուզում ես անես ու կաթողիկոս ձերբակալես, օրը մի սուտ դուրս տաս, ասես ես հետևորդ եմ, բանի եկեղեցու, հետո փոխես այն մյուս օրը ասես, չգիտեմ, կուսակրոն, չգիտեմ, մի խոսքով էլի, ու պատկերացնում եք, այդ որ գնացել էր այդ Վատիկանում սրբադասման արարողությանը, ու ստեղ նույն հոգևորականների նկատմամբ զուգահեռ բռնությունները այդ ներխուժում էին տները ու մարդկանց, մենակ այդ վրթանես քահանա ինչ են տարել, էլի ես ճանաչում եմ
Ասում եք հոգևորական այդ նույն օրը ձերբակալվել։ Մխիթար տերհորը, որ ասենք շատ եմ մտեղ հանդիպել տեսել, ասենք ազնվագույն կերպարներ, ինչ հարկադրանք, հարկադրողը դու ես, այդ ամեն ինչը ավելի վատը դու անում ես, դու քո կուսակցականները, քո խմբակի այդ, չգիտեմ, ով ինչ ուզում է, մեկը թքում է մյուսի դեմքին, մեկը չգիտեմ այն մարդու դեմքին ոչինչ չես անում, այդ կոռուպցիոն բաների մասին անդադ խոսվում է, դու ինչ ես ուզում մեզանից, դու ինչ ես քեզանից ներկայացնում, լավ, այդտեղ որ գնում է օրինակ ձեր կարծիքով, մենակ այդ հայոյանքներով խոսել, դու ով ես ընդհանրապես, որ մեզ այդպես խոսես։ Իսկ այնտեղ օրինակ Հռոմի պապի հետ հանդիպում է ունեցել, այնտեղ իրեն չեն ասում, ես ինչ ես անում ու եւ եթե չեն ասում, ընդհանրապես չի ստացվում, որ արդարացում են այս ամենը։ Նրանք շատ նուրբ են դա ասել, երբ որ ասել են Հայաստանից պատվիրակություն, չեն ասել վարչապետ, որ ժամանել է Հայաստանի վարչապետ, այլ ասել են պատվիրակություն, այսինքն այս ձևով են ներկայացրել, այսինքն ոչ մի հեղինակություն, ոչ մի բան, ես իրեն ոչ մի կերպ չեմ կապում, որ ասում են հայ ժողովրդի անունը խայտառակում բան, ես ժամանակավոր մի երևույթ է, որը պետք է հեռանա, որը մեզ ներկայացնում է աշխարհում, այո, պետք է հեռանա, ինքը իհարկե կամավոր երբեք չի հեռանա, որտեվ այսպես ֆիքս իդեա կարճած աթոռից, չգիտեմ ինչից, բայց պետք է մենք բոլորս ամեն ինչ անենք, որ նա հեռանա։ Ուտկին Ալեքսանյան, հայտնի հոգևորականը Ստեփան Ասատրյանը նախկին տերարամը, ում սկանդալային հարցազրույցից հետո այս ամեն ինչը տեղի ունեցավ, երեք վերջապես կարգալույծ արվեց, բայց վերջինս հայտարարել է, որ Կիրակի օրը պատարագ է մատուցելու, ավելին Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ անձամբ մասնակցելու է այս պատարագին։ Ճիշտ ասած, ինչ վտանգներ եք տեսնում այստեղ, ինչի է փորձում հասնել Նիկոլ Փաշինյանը։ Ասենք, էժան քայլ է Նիկոլ Փաշինյանը, այդ որ գնում է իբր թե պաշտպանելու տեր Չէ, արդեն Ստեփան Ասատրյան։ Իրենք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին կարգալույց չեղած ժամանակ ավազանի անուններով էին դիմում, մենք հանգիստ կարող ենք Ստեփան Ասատրյան ասել այս մարդուն։ Հա, դե արդեն ինքը չունի այդ հոգևոր այդ կոչումը դրա համար։ Ճիշտն ասած, ես ուշադիր նայում եի իրան, շատ անպաշտպան մի հատ կերպար է։ Գիտեք, ես որ տեսա ոնց որ թե ինքը գիտակցում է ինչ տեղի ունեցավ այս ամբողջ ընթացքում։ Ու Նիկոլ Փաշինյանը որ գնում է, իրան օգտագործեց եւ շպրտելու է, եւ այս տղան մնալու է, չգիտեմ, ում ձեռքերում, ասենք ինչ է լինելու իր հետ։ Անհնար է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հետո իրան մտածի, թե այս տղայի մասին, ասենք որ դու գնում ես այդ պատարագին, թե ասենք ինչ դա քո աջակցությունն է, դա եկեղեցու ներքին գործն է, եւ ճիշտ են արել, որ կարգալույծ են արել։ Այդ ինչ հարկադրանքի ով կարող է մարդուն հարկադրանքով ուղարկի պրոբլեմը քո մեջ է ուրեմն ինչ խնդիրներ կունենայի այդ նույն վրտանես քահանան այն մյուս քահանաները ասում են այդպեսի բան չի եղել կամ ինչի պետք է ես չգիտեմ ասենք ես ասում եմ ես նայում եմ խղճահարությունների մեջ առաջացնում այդ տղան եւ խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին եւս խնայի այդ երիտասարդ քահանային։ Նա վախեցած է վերջինս։ Հա, այո, որտեղ ինքը ոնց որ այո, այդ վախը նրա աչքերում կար։ Կհորդորեի Նիկոլ Փաշինյանին իրոք պաշտպաներ եւ հաներ այդ վիճակից եւ ոչ թե օգտագործեր։ Եվ այս իրավիճակում բախումների այդ էժան ձևերով օգտագործելու այդ ամենաէժանագին ձևերով օգտագործել է մարդկանց։ Ինչը շատ ենք տեսնում վերջին տարիներին ամեն առիթով։ Հա։ Եվ բախումների վտանգ տեսնում եք այս ամեն ինչում Տիկին Ալեքսանյան, որ փորձում են բախումներ հրահրել, նույնիսկ պատարագին, որ մարդկանց հրավիրում են, եկեք մասնակցեք, հակադրում են եկեղեցում։ Հա, եկեղեցում։ Չգիտեմ ինչ ասեմ, այնքան կանխատեսելի է, չեմ կարծում։ Շատ սիրում եմ հովանանավանքը։ Շատ։ Բայց հրահար նպատակը սա է ամեն դեպքում։ Նպատակը կաթողիկոսի դեմ ինչ-որ նոր բան մոգոնելն է։ Կարծում եմ, որ կգնա այդ պատարագին եւ հետո ինչ-որ մի հատ նոր գործողություն կծրագրի։ Ես կաթողիկոսը շատ պինդ է, իր տեղում է եւ ճիշտ ասած երեք մի հատ հարցազրույց եմ լսել Արամ Աբրահամյանի
քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանի հետ շատ լավ նախորդ եմ տալիս, որ լսեք։ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Գասպարյանի մասին է խոսքը։ Հա, երևի, հա։ Դիվանագետ։ Դիվանագետ, հա։ Եվ ինքը եկեղեցու մասին մի նախագիծ է մտածել եւ այլն, բայց եւ ինքը ասում է, որ եկեղեցու դերը այնա, որ ինքը սեր փոխանցի մեր ժողովրդին, մարդկանց։ Եվ ես էլ շատ համահունչեր են ինչ որ ես մտածում եմ, որը շատ պակասում է մեր ժողովրդին, մեր մարդկանց։ Պատկերացնում եք, անդադ էս պատերազմական, էս կռիվների, էս բանի, ու էս մարդիկ ոչ կեցության հարցերն են կարողանում լուծել, ոչ մի հատ լավ խոսք են ստանում, ոչինչ, էլի, ու ինքան տեղին էր այդ ասած այդ սերը, որ եկեղեցին պետք է տա։ Ես ժողովուրդը սիրում է եկեղեցին։ Համախմբված է եկեղեցու շուրջ, անկախ ամեն ինչից։ Այո, եւ կաթողիկոսն էլ պիտի մտածի այդ սերը ավելացնելու, ժողովրդին փոխանցելու անընդհատ եւ այդ սերը շատ բան է պահում։ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրով։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք իրավապաշտպան, լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի հետ։ Կհանդիպենք։